Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչ է իրենից ներկայացնում որովայնի ճարպակալումը եւ ինչպես այրել ճարպը։ Ենթամաշկային շերտի ճարպը զատում ենք որպես ավել կշիռ, իսկ վիսցերալ ճարպը զատում ենք որպես հիվանդությունների շարք։ Մասնավորապես որ սննդամթերքները կարող ենք նշել, ինչից պետք է զգուշանալ։ Եթե մենք ունենք երկու աղբյուր, ճարպ ստեղծելու, դա ածխաջուրը եւ ճարպոտ մթերքն է, եթե ածխաջուրին ժամանակ է պետք, որ ինքը դառնա ճարպ եւ այնտեղ գեներացվի կուտակվի ստեղծվի, ապա ճարպոտ մթերքը միանգամից գնում է այնտեղ, հարմարավետ դիրքավորվում ու այդպես էլ մնում է։ Ինչպես իմանանք, ունենք որովայնի ճարպակալում, թե ոչ, ամենաարդյունավետ մեթոդը որն է։ Երկու լայֆհակ կասեմ ձեզ, այսօր շատ երիտասարդներ նիհարելու նպատակով առաջինը հանում են ամբողջությամբ ճարպոտ մթերքները ռացիոնից ու հետո զարմանում են, թե ինչի 20-25 տարեկանում ունեն հորմոնալ խնդիրներ։ Ու այդ ամեն ինչը վերագրում են առաջին հերթին ստրեսին։ Բայց հետ նայենք սննդակարգին։ Այլ հեղուկներ, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, սուպեր, սուրճեր, թեյեր, ես միշտ բերում եմ օրինակ հետևյալի վրա։ Սուրճով երբեք սպիտակեղեն չես լվանա, չէ՞։ Հյութով երբեք սպիտակեղեն չես լվանա, չէ։ Նույն բանն է տեղի ունենում, այսինքն ավելորդ դա կալորիա է, ուղղակի կալորիա։ Լրացուցիչ կալորիա, որ գալիս է օրգանիզմ։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք միֆերը առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Այնինչ պետք է ասեմ հիմա միֆ չէ, այլ իրականություն։ Որովայնի ճարպակալումը ռումբ է, որը կարող է ամեն պահի պայթել։ Ընդ որում դուք կարող եք ունենալ նորմալ քաշ, բայց ձեր ներսում կրեք այդ ռումբը, որը կործանում է օրգանիզմը ներսից, դառնալով վաղաժամ ծերացման, մահվան պատճառ։ Ուրեմն ինչ է իրենից ներկայացնում որովայնի ճարպակալումը եւ ինչպես այրել ճարպը։ Մեզ կասի սննդաբան Անժելա Ութուջյանը, ողջույն Անժելա։ Ողջույն Կարինե ջան։ Շատ կարևոր թեմայից ենք խոսելու, որովայնի ճարպակալումը արդիական է, բայց մարդիկ վնասակարության աստիճանը չեն պատկերացնում եւ ինչ որտեղ որոշ մարդիկ համակերպվում են իրենց մեծ փորի հետ։ Ասենք թե ինչ է իրենից ներկայացնում որովայնի ճարպակալումը։ Նախ շնորհակալություն հրավերքի համար Կարինե ջան։ Ինչ վերաբերում է որովայնի ճարպակալմանը, այո, արդիական մեծ խնդիր է, որոնց շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում մարդիկ, անգամ տարբերակումներ են դնում ենթամաշկային շերտի եւ վիսցերալ ճարպի մեջ։ Կան հատուկ միջոցներ ինչպես դա գտնել, բայց չպիտի թույլ տալ, որ դա բերի հիմնային խնդիրների նոր դրա դիմացն առնելու համար։ Դա ճարպի տեսակ է, որ պարուրում է մեր օրգանները։ Իրականում այն անհրաժեշտ է օրգանները մեկը մեկից հստակ զատելու համար, բայց երբ որ այն չափից շատ է լինում, կարող է հանգեցնել խիստ առողջական խնդիրների։ Դա կապված չէ հիմնականում քաշի եւ անհանգստության հետ, դա ավելի շատ կապված է հենց առողջական խնդիրների հետ։ Դրա համար ենթամաշկային շերտի ճարպը զատում ենք որպես ավել կշիռ, իսկ վիսցերալ ճարպը զատում ենք որպես հիվանդությունների շարք։ Եվ կարող է հանդիպել անգամ նիհար մարդկանց մոտ։ Այո, կարող է հանդիպել նիհար մարդկանց մոտ, ովքեր որ ունեն ընդհանրապես չարտահայտված որովայն, անգամ այդ դեպքերում նույնպես, բայց հաճախ լսում ենք դեպք, որ մարդը օրինակ մահացավ ինֆարկտի կամ ինսուլտի պատճառով, դա հենց անոթների խցանումն է, դա այս նույն վիսցերալ ճարպն է, կամ մարդը ունի ճարպակալված սիրտ, լյարդ, անոթներ, այսինքն այդ ամեն ինչը իրականում վիզուալ չի երևում, անգամ քաշի տեսքով հաճախ։ Կա հատուկ միջոցներ, դրանց մասին Ավելի ուշ կխոսենք, այո, կխոսենք։ Ուրեմն ասենք, թե որոնք են որովայնի ճարպակալման առաջացման պատճառները։ Իրականում առաջացման պատճառները մի քանիսն են։ Զանազանենք այսօր դրանցից երկուսը ու դրանց վրա դնենք ակցենտ։ Առաջինը դա սխալ սննդակարգն է, սխալ ապրելակերպը։ Ինչու, որովհետև այսօր կան մի քանի ֆակտորներ, որ ազդում է այդ փաստի վրա։ Դրանք հիմնականում առանձնացվում է 4-ը՝ ստրեսները, կլիման, ժառանգականությունը, բայց 75%-ով դա սնունդն է։ Եվ իհարկե ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքը։ Եթե մենք մի պահ նայենք այսօրվա առօրյային, դուրս է գալիս, որ առավոտյան արթնացանք, լիֆտով իջանք, նստեցինք մեքենայով գնացինք աշխատավայր, նստեցինք, էլի նստեցինք մեքենան, հետ եկանք, լիֆտով բարձրացանք, կերանք, նստեցինք։ Չկա ապրելակերպի փոփոխություն, ակտիվություն եւ սնունդն էլ կորցրել է իր էներգետիկ արժեքը։ Ուրեմն չենք հասցնում այրել կալորիաները։ Դա է պատճառը որովայնի ճարպակալման, թե կա սնունդ, որը կարող է առաջացնել ճարպակալում։ Եվ առաջին եւ երկրորդ տարբերակը համատեղելի են այս հարցի դեպքում եւ հենց սխալ ճարպ պարունակող մթերքները, այո, հենց ճարպը, եթե մենք ունենք երկու աղբյուր, ճարպ ստեղծելու, դա ածխաջուրը եւ ճարպոտ մթերքն է, եթե ածխաջուրին ժամանակ է պետք, որ ինքը դառնա ճարպ եւ այնտեղ գեներացվի կուտակվի ստեղծվի, ապա ճարպոտ մթերքը միանգամից գնում է այնտեղ,
հարմարավետ դիրքավորվում ու այդպես էլ մնում է։ Եվ եթե չկա ֆիզիկական ակտիվություն, որ այդ կալորիան ծախսի, բնականաբար հենց գալիս է ճարպակալման խնդիրը։ Մասնավորապես որ սննդամթերքները կարող ենք նշել, ինչից պետք է զգուշանալ։ Իհարկե, ուրեմն top հորիզոնականում դա յուղոտ մսամթերքն է, շատ վատ յուղոտ մսամթերքը այսօր մեր մոտ առավոտ երեկո, այսինքն ճաշին, ընթրիքին հիմնականում խոզի միսը շատ տարածված, որ ինքը տրանսճարպ է համարվում, խորհուրդ չեմ տալիս շատ օգտագործելու հաճախ։ Երևի վերամշակվածի նկատի ունեք։ Միանշանակ, այո, դա նույնպես քաղցրավենիքից ստացվող ճարպը, մարգարինները, որ օգտագործվում է խմորեղենի մեջ շատ, գերադասելի է պատրաստել տանը, թեկուզ ձեր աչքի առաջ տեսնեք, հա, ոչ հաճախ իհարկե էլի, բայց զգուշություն պահպանել։ Բնականաբար երկրորդ կարևոր կետը դա քաղցր ըմպելիքներն են, թե գազավորված, թե բնական տարբերակով հյութերը, նույն ձև դա կարող է լինել ալկոհոլը, եւ եթե մենք խոսեցինք վատ սննդատեսակների մասին, նույն հաջողությամբ նաեւ լավ սնունդի ճարպը չարաշահելուց կարա դա լինի։ Օրինակի համար, եթե չարաշահում ենք նույն ավոկադոն, նույն ընդեղենը, չարազեղենը, որ ինքը չափսով փոքր է, բայց նույն նոր տարին եթե դիտարկենք, նստում ենք, ինչ ենք անում, մի ափսե չարազը, մի շնչում, ֆիլմ դիտելով, անգամ չենք նկատում, թե այդ կալորիաները ինչպես գնացին, աննկատ, մենք իրար չծախսեցինք։ Չծախսեցինք։ Եվ կուտակվեց որովայնի շրջանում առաջացնելով մեծ փորիկ։ Այսպես Սկզբում կոչված փոքր, սպասածին հետո միջին եւ ավելի մեծ փորիկ, այո, այնպես որ պետք է զգույշ լինել եւ եթե մենք ընդունում ենք այդ կալորիաները, մտածենք, որ ինչ որ կերպ պետք է դրանք ծախսել, ֆիզիկական ակտիվություն ավելացնենք, բայց ինչպես իմանանք, ունենք որովայնի ճարպակալում թե ոչ, ամենաարդյունավետ մեթոդը որն է։ Երկու լայֆհակ կասեմ ձեզ, ուրեմն առաջին տարբերակը վերցնել սովորական սանտիմետր, որոնցով որ դերձակներն են աշխատում եւ չափել գոտկաշրջանի հատվածը։ Կանանց մոտ նորման 80-ից 85 սանտիմետր է, տղամարդկանց մոտ մինչև 95 սանտիմետր, նորման։ Մինչև կանանց մոտ արդեն ստացվում է 90, տղամարդկանց մոտ 100, արդեն որ ունենք խնդիր, դրանից բարձր պետք է ուշադրություն դարձնել։ Եվ երկրորդ տարբերակը այսօր շատ հանդիպող սարքեր են, ամեն տեղ, անգամ տան պայմաններում իրան կարելի է ունենալ, մարմնի անալիզատորներ են, որ ցույց են տալիս օրգանիզմի բաղադրությունը, որտեղ նաև վիսցերալ ճարպի մասին է խոսք գնում, իրանք իրանց նորմային սանդղակը ունեն, համեմատում ես, տեսնում ես, չեմ կարող ասել, որ իրենք 100%-անոց սարքեր են, բայց օգնում են նաև այդ ցուցանիշը իմանալ, դա կոչվում է բիոիմպեդանս սկանավորում, որը սարքերը բավական կան, շատ մաչելի են սոցիալական հարթակներից էլ իրանց հնարավոր է հանգիստ ձեռք բերել։ Շատ լավ, չափեցինք, պարզվեց ունենք որովայնի ճարպակալում։ Ինչպես ազատվել։ Քայլերի հաջորդականություն հուշենք, ամենասկզբում խոսենք ինչ ուտել չուտելուց։ Այո։ Եվ պետք է ճարպերը առհասարակ հանել սննդակարգից, եթե ունեն որովայնի ճարպակալում, թե դրանք պետք են մեր օրգանիզմին։ Ես իմ պրակտիկայում արդեն 14 տարվա ունեմ մի հատ մեծ կրեդո, ես երբեք ոչ մի սնունդ չեմ հեռացնում ռացիոնից։ Ամեն ինչ պետք է սովորենք, որ լինի չափի մեջ։ Այդ չափի զգացողություն ունենալը դա արդեն առանձին ամեն մարդ իր քաշին, իր օրակարգին համապատասխան պետք է սահմանի։ Դրա համար հատուկ մթերքներ, որոնք խստիվ արգելել, գուցե կան նման մթերքներ վատ շրջանում, որ դա պետք արվի, դա մայոնեզներն են, դա չիփսերն են, դա ֆրի կարտոֆիլ տեսակներն են, վատ, շատ վատ ծայրահեղված մթերքները։ Բայց սննդակարգում թեթև փոփոխություններ անելով, ուշադրություն դարձնելով օրինակ սպիտակուցի քանակին, բջջանյութի քանակին, բարդ ածխաջրի քանակին օրվա ռացիոնում կարելի է այդ հարցը լուծել։ Ինչ վերաբերվում է ճարպերին, ճարպերը մեզ պետք են մեր հորմոնալ ֆոնի համար, որովհետև գիտեք, որ ցանկացած վիտամին, ինչպես նաև հորմոնալ ֆոն, ունեն լուծման միջավայր, հա։ Տարբեր վիտամիններ կան, որոնց համար լուծելի միջավայրը դա ճարպային միջավայրն է։ Դրա համար պետք է օգտագործել օգտակար ճարպեր, օգտակար, ոչ թե նորից եմ ասում, տրանս ճարպեր, մարգարին, կենթանական այլ վատ ճարպեր, վերամշակված ճարպեր, այլ օգտակար, որոնք կօգնեն ճիշտ քանակով, դա կարող լինի օմեգա 3-ը, հենց ամենակարևորը, որի դեֆիցիտը այսօր կա, որպեսզի հորմոնալ համակարգը լինի իդեալական։ Այսօր շատ երիտասարդներ նիհարելու նպատակով առաջինը հանում են ամբողջությամբ ճարպոտ մթերքները ռացիոնից ու հետո զարմանում են, թե ինչի 20-25 տարեկանում ունեն հորմոնալ խնդիրներ։ Ու այդ ամեն ինչը վերագրում են առաջին հերթին ստրեսին, բայց հետ նայենք սննդակարգին։ Այո, եւ բացի հորմոնալ խնդիրներից միֆ չէ, որ ճարպերը առհասարակ հանելով հանգեցնում ենք մաշկի վաղաժամ ծերացման։
Այո, իրականում ես ինքս ունեցել եմ մաշկի շատ լուրջ խնդիր, շատ յուղոտ մաշկ եմ ունեցել, շատ, բայց երբ գնացի էնդոկրինոլոգի մոտ, էնդոկրինոլոգն էլ ուղարկեց ինձ մաշկաբանի մոտ, մաշկաբանի մոտ գնալուց ինքը ասաց քո բախտը բերել է, որ դու լավ մաշկ ունես, ասում ինչի, բայց չէ որ ես խնդիր ունեմ, ասում խնդիրը դրա հետ կապված չի։ Դա փոքր տարիքից էր, ասես դու հետո երբ որ կմեծանաս կհասկանաս որ քո մաշկը ուշ է ծերանում, որովհետև չոր մաշկը հիմնականում ավելի է հակված այդ մանր կնճիռներով ծերանալուն, քան յուղոտ մաշկը։ Դրա համար ինչ որտեղ այո, դա նույնպես կարևոր է։ Հիշենք սրա մասին եւ անցնենք ածխաջրերին։ Ածխաջրերը պետք է հեռացնել սննդակարգից, երբ ունենք որովայնի ճարպակալում։ Ոչ, հեռացնել նույնպես պետք չի, որովհետև մարդիկ կհասկանան հեռացնել իսպառ հանել, կան մարդիկ, ովքեր իսպառ բացառում են։ Հացը, կարտոֆիլը, բրինձը, լոբազգիները, ինչի, ածխաջրով աշխատում է մեր ուղեղը։ Չկա ածխաջր, չկա էներգիա։ Բայց որ ածխաջրերի մասին է խոսքը։ Այո, բայց ածխաջրերը բաժանվում են երկու տարբեր խմբերի՝ պարզ եւ բարդ։ Վերջնակետը ածխաջրի դա միևնույնն է շաքարն է օրգանիզմում։ Ուղղակի բարդ ածխաջուրը ավելի երկար ժամանակ է գնում մինչև սինթեզվի դառնա շաքար, պարզ ածխաջուրը կերար դարձավ ու ավելորդ շաքարը ըստ ֆիզիկայի, ավելորդ էներգիան ըստ ֆիզիկայի պահպանման օրենքի ոչ միտեղ չի կորում, ինքը փոխակերպվում է մի տեսակից մյուսը, այսինքն դա վերածվում է ճարպի եւ կուտակվում այնտեղ, որտեղ որ մեզ պետք չի առաջացնելով այսօրվա դրությամբ կա այդպիսի արտահայտություն մահացու քառյակ հիվանդությունների, որոնցից են առաջինը սիրտանոթային խնդիրները, Ճարպակալումը։ Այո, երկրորդ տեղում ճարպակալումը, երրորդ տեղում ունենք արդեն այդ ամբողջի հետևանքով իմունիտետի թուլացում եւ քաղցկեղի առաջացումը, եւ իհարկե, կան շատ խնդիրներ, կան Նույն շատ։ շաքարային դիաբետն է Այո, շաքարային առաջանում է։ դիաբետը, որ այսօր ամենավատ առողջական խնդրի տեսակն է, որը չունի լուծում, չունի բուժում, դա դանդաղ մահ ցանկացած մարդու համար։ Այս մահացու քառյակ հիվանդությունները, որոնք առաջանում են, այո, սխալ ածխաջրերի հետևանքով։ Սպիտակուցներ, ասում են կերեք ավելի շատ սպիտակուցներ եւ պարզ ածխաջրեր ուտելու ցանկություն չի առաջանա։ Սա միֆ չէ, ինչպես են սպիտակուցներն օգնում այրել որովայնի ճարպը։ Իրականում, ասեմ պրակտիկայից, ինչքան էլ մարդ ուզենա ուտի կոնֆետ ու իրան խափի սպիտակուցով, միևնույնն է, ինքը այդ սպիտակուցը ուտելուց հետո ուտելու է կոնֆետը։ Դրա համար ավելի ճիշտ կլինի համ, ես խնդիր չունեմ, բայց երբ մենք ստանում ենք օրվա սպիտակուցների նորման, ինչ այսօր հեշտ չի, Այո։ ձգտումը դեպի սխալ սնունդ, քչանումը, Ինչու, ասենք թող պարզ լինի։ Այո, որովհետև կա հագեցվածության զգացողություն։ Մեր բջիջները մեր հիմքն են, իսկ բջիջը դա սպիտակուցն է։ Հետևաբար սպիտակուցը մեր կյանքի հիմքն է։ Երբ որ դու ուտում ես սպիտակուց, իր տրոհման համար շատ ավելի շատ ժամանակ ու էներգիա է ծախսում եւ հագեցվածության զգացողությունը լինում է երկար։ Ուստի ձգտում դեպի այլ սնունդ այդքան շատ չի լինում։ Իհարկե նաև համակցված պետք է լինի այս ամեն ինչը բջջանյութով։ Այո։ Դա սպիտակուցի տրոհման համար կարևոր է ճիշտ քանակի բջջանյութ օգտագործել։ Ասենք թե սպիտակուցները որտեղ են ու անցնենք բջջանյութին։ Սպիտակուցներով հարուստ շատ մթերքներ կան, առաջին տեղում իհարկե ես ինչքան էլ զարմանալի լինի, դնում եմ ձուն։ Իմ համար դա շատ կարևոր է, որովհետև ձվի սպիտակուցը իր յուրացվելիությամբ համարյա թե 97% է, որից հետո արդեն գալիս է ծովամթերքը ինձ համար, հետո թռչնամթերքը, հետո արդեն նոր մյուս մսատեսակները, հետևաբար կաթնամթերքը, մի փոքր սպիտակուց ունենք նաև ոչ շատ մեծ քանակի չարազեղենի մեջ, ունենք նաև լոբազգիների մեջ սպիտակուցներ, սունկը, որպես բուսականելի սպիտակուցի աղբյուր է, կենդանական բուսական եթե զանենք, եւ երկուսի օգտագործումն էլ 60-40 հարաբերակցությամբ այսօրվա դրությամբ պարտադիր 60% կենդանական, 40% բուսական։ Դրանք վերջերս հաստատված գիտականորեն հաստատված փաստեր են։ Բջջանյութի կարևորության մասին, ինչպես է աղիների միկրոֆլորան ազդում որովայնի ճարպակալման կամ այդ ճարպից ազատվելու վրա։ Հետաքրքիր քիմիա է գործում, լսեք։ Այո, իրականում ես ասեմ, որ մեր աղեստամոքսային համակարգը ինքը կարևորագույն ֆունկցիան է կատարում առողջության համար։ Այսինքն աղիքի մեջ կան մազմզուկներ, այսպես կոչված վարսինկաներ, որոնց միջոցով մեր կերած սննդի վիտամինները ամբողջությամբ օգտակար ճարպեր, հանքանյութեր, վիտամիններ, էլեմենտներ, միներալներ գնում է դեպի արյուն։ Ինչ որ օգտակար չի, հետևաբար մնում է եւ դուրս է գալիս։ Մաքրվածությունը այս մազմզուկների կախված է ուղիղ բջջանյութի քանակից։ Եթե կա բջջանյութ,
Ինչպես ես միշտ օրինակը բերում եմ, հա, վերցնում ենք մազը հարդարելու չոտկը, սաները, երբ որ իր արանքը ամբողջությամբ մազեր են լցված, դժվար է ստացվում ֆենելը։ Նույն ձև էս պարագայում իր արանքը երբ որ աղտոտված է, դժվար է կլանվում այդ ամբողջ նյութերը ինչ որ դու ստանում ես, սկսած հենց սպիտակուցից, քանի որ ինքը տրոհվում է ամինաթթուների, կլանումը նույնպես դժվար է տեղի ունենում։ Պետք է մաքուր պահել։ Մաքուր, իսկ բջջանյութը նախ առաջինը ծավալ է, դա բանջարեղենի մասին եթե խոսենք, ծավալ է, որը ունի քիչ կալորիա։ Եթե վերցնենք լոլիկը, վարունգը, բազուկը, գազարը, լայնատերև կանաչիները, դրանք առանձին արդեն սպեկտր որպես ծավալ զբաղեցնում են, Քիչ հագեցվածության կալորիականությամբ։ զգացողություն, ցածր կալորիա, համեղ եւ իհարկե սպիտակուցի յուրացումն են լավացնում։ Դրա համար կա նաեւ այսպիսի մի հատ փոքր խորհուրդ, որ մեզ փոքրուց միշտ ասել են, միսը մի կերեք կարտոֆիլի եւ հացի հետ, կերեք բանջարեղենի հետ եւ ավելի լավ կյուրացվի։ Իրականում դա հենց այդպես է։ Շնորհակալություն։ Ջուրը եւ այլ հեղուկները։ Որ դեպքում են օգնում, որ դեպքում խանգարում եւ ստեղծում որովայնի ճարպակալում։ Իրականում, եթե խոսենք ջրի եւ այլ հեղուկների մասին, դրանք տարբեր են։ Այն ինչ որ ունի կալորիա, դա արդեն ջուր չի համարվում, հեղուկ չի համարվում։ Օրինակ սուրճը, շատեր ասում են, դե ես սուրճ եմ խմում։ Կալորիա իրականում կա, այո։ Ես թեյ եմ խմում։ Okay, թեյ ես խմում բաց գույնի, բայց երբ որ մի փոքր խոսում ես հաճախորդի հետ, հասկանում ես, որ թեյի մեջ կա 1-2 գթալ շաքարավազ։ Կամ ուտում են սուպ, մտածում են, որ դա ջուր է կամ հեղուկ է։ Այդ երկուսը պետք է իրարից նորից զատել։ Սկզբում ջրի մասին։ Պարզ ջրի մասին, այո։ Պարզ ջուրը մաքրում է, հիդրատացնում է, խոնավացնում է։ Մարդիկ մտածում են շատ ջուր խմելուց կարող է այտուցվեն։ Ոչ, հակառակը, միշտ սիրելի խելացի բժիշկները խորհուրդ են տալիս, անգամ եթե ունես ճնշման խնդիր, սկսիր խմել ջուր։ Ջրից երբեք չես այտուցվի։ Մարդիկ մտածում են, բա լավ, բա որ շատ խմեմ, բացեմ գաղտնիք, մեր երիկամները կարող են ֆիլտրեր օրական 10 լիտր ջուր։ Դրա համար խմել ավել 10 լիտրից թվում է ոչ ոք չի կարող, բայց եւ այո, ջրի նորման պետք է պահպանել նյութափոխանակությունը լավացնելու համար, մարսողությունը լավացնելու համար, որտեղ եթե ունենք արագ նյութափոխանակություն, այն ինչ որ ուտում ենք բնականաբար արագ էլ յուրացվում, ինչ որ պետք չի դուրս է գալիս, ինչ որ պետք է մեզ մնում է։ Նիհարելու, չաղանալու, ճարպակալման խնդիրն էլ այստեղ արդեն քիչ-քիչ ստաբիլանում է եւ հասնում է արդեն մինիմալ սանդղակի, մինիմալ շեմի։ Այլ հեղուկներ։ Այլ հեղուկներ, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլ, սուպեր, սուրճեր, թեյեր, ես միշտ բերում եմ օրինակ հետեւյալի վրա։ Սուրճով երբեք սպիտակեղեն չես լվանա, չէ՞։ Հյութով երբեք սպիտակեղեն չես լվանա, չէ։ Նույն բանն է տեղի ունենում, այսինքն ավելորդ դա կալորիա է, ուղղակի կալորիա։ Լրացուցիչ կալորիա, որ գալիս է օրգանիզմ։ Եվ չի մաքրում աղիները։ Ընդհանրապես ոչ մաքրում է, ոչ կատարում է ճարպայրման ֆունկցիա, ոչ կատարում է նյութափոխանակության լավացման ֆունկցիա, ուղղակի կալորիա, որ այդ վարքյանին մեր քիմքի տալիս է հաճույք։ Ես դեմ չեմ, այնքան վտանգավոր։ Դեմ չեմ, բայց չափի մեջ։ Ինչ կասեք բարիատրիկ վիրահատության մասին, շատերը որովայնի ճարպակալումից ազատվելու հեշտ տարբերակ են փնտրում եւ գտնում, ինչ դրական ու բացասական կողմեր ունի այս վիրահատությունը։ Քանի որ ես բժշկության երբեք դեմ չեմ գնում, ես սիրում եմ բժիշկներին, ես հարգում եմ բժիշկների կատարած աշխատանքը, կան դեպքեր, երբ բարիատրիկ վիրահատությունը խիստ անհրաժեշտություն է։ Մարդու կյանքը փրկելու համար։ Երբ որ պարտադիր է, երբ որ կյանքին վտանգ է սպառնում, երբ որ կա անհրաժեշտություն դա անելու, ես կողմ եմ։ Ու կան լավ բժիշկներ, որ բարիատրիկ վիրահատությունից հետո հիվանդին առնվազն 1-2 տարի պահում են հսկողության տակ։ Դա շատ կարևոր է, բայց կան բժիշկներ, որ գնացիր, կտրեցին, վիրահատեցին, всё, մոռացան քո մասին։ Օրինակ այդ տարբերակը ես չեմ ընդունում։ Ստեղ ես միշտ եթե կա լուծում ալտերնատիվ տարբերակ, թե ինչպես կարելի է խուսափել բարիատրիայից, ես միշտ մարդուն օրինակ եմ բերում։ Պատկերացրա դու արթնացել ես առավոտյան քո երազանքների քաշով։ Դու ենթադրենք կշռում էիր 100 կիլոգրամ, արթնացել ես 60 կիլոգրամ։ Հարց. Ինչ ես կարծում դու կկարողանաս պահել քո մարմինի այդ քաշում։ Երկար մտածելուց հետո պատասխանում եմ ոչ, ինչու, քանի որ դու սովորություններ չունես դաստիարակած քո մեջ ճիշտ ապրելակերպի, ճիշտ սնվելու, ճիշտ ջրային ռեժիմի։ Եվ այս ամեն ինչի հիման վրա բարիատրիան լուծումը արագ, լուծումը խնդիրը, բայց հիմքը մնում է։ Ես միշտ համեմատում եմ բարիատրիան գլխացավի դեղի հետ։ Գլուխը ցաված, դեղը խմեցիր, խնդիրը ցավը վերացավ, բայց խնդիրը մնաց։
Բարիատրիայից հետո մարդ իր սնվելու սովորությունը չի փոխում։ Եթե չփոխի, ստամոքս ունի լայնանալու հատկություն։ Քիչ-քիչ, աստիճանաբար էլի սովորությունները վերականգնելու են քաշը։ Դա չի ելքը։ Մարդիկ այսօր ման են գալիս կախարդական փայտիկ, չկա կախարդական փայտիկ, չկա կապսուլա, չկա սիտուացիա, որը դու կերար, ընդունեցիր, շնչեցիր ու նիհարեցիր։ Կա սովորությունների փոփոխություն։ Ես մարդ եմ, ով անցել է այդ ճանապարհով։ Ես մարդ եմ, ով նիհարել է եւ 12 տարի պահել է քաշը։ Խնդրի պատճառով ես իմ քաշը հավաքել եմ 2 տարի առաջ, բայց ես շարունակում եմ աշխատել իմ սովորությունների վրա, որովհետեւ սովորությունն է, ոչ թե բժշկությունը կամ վիրահատությունը չի լուծելու այդ խնդիրը, եթե մարդ չի ուզում փոխվի, չի ուզում շարժվի, չի ուզում սնունդին հետևի։ Այսպեսով, եթե ամփոփենք, որն է ամենաէֆեկտիվ եղանակը որովայնի ճարպակալումից ազատվելու եւ այդ ճարպերը այրելու համար։ Ամենաէֆեկտիվ եղանակը երկու կարևորագույն, մեծագույն գիգանտ կետերի համադրությունն է։ Առաջինը՝ բալանսավորեք սնունդը բալանսավորելու տարբեր տարբերակներ կա։ Կօգնի ձեզ մասնագետը, կօգնի ձեզ համացանցը, կօգնի ձեզ բժիշկը, կօգնի ձեզ գիրքը, կապ չունի։ Բալանսավորեք ափսեն։ Հետևեք սննդի պարունակության, հետևեք այս process-ին ամեն օր։ Սա այս process-ն է բերում խնդրի։ Ինչ ենք մենք դնում մեր բերանի մեջ։ Եվ երկրորդը դա ֆիզիկական ակտիվությունն է, որովհետև պարզ բանաձև ստացար, ծախսեցիր, ամեն ինչ իդեալական է, բայց երբ որ ստացար ու մնաց, գալիս ենք խնդրին։ Իսկ չստանալ չենք կարող, որովհետև կալորիա պետք է ստանալ, որ ապրել։ Շնորհակալություն Անժելա ինֆորմատիվ զրույցի համար։ Այսպեսով դուք տիրապետում եք ինֆորմացիայի հզոր ուժին, մնում է զինվել համբերությամբ եւ առողջ ապրելակերպը կենսակերպի վերածել, որից հետո ձեր օրգանիզմը շնորհակալություն կհայտնի ձեզ իր առողջությամբ։ Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, որն օգնում է ինձ լինել միշտ երիտասարդ եւ գեղեցիկ։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն իմ լավ տրամադրության հասցեն։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին, կիսվեք հաղորդումներով ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։